Փառքներդեհին եւ ազատություն ապստամ հայրենատեր արժանապատիվ Սասնազարերին։ Կարծեմ Չերչիլն է ասել, որ եթե ուզում եք կործանել պետությունը, գտեք այնտեղ մի հարմար դավաճան եւ նրան աջակցող ապուշների ամբող։ Եվ դեզանից ավելորդ ջանք չի պահանջի, որպեսզի կործանեք այդ պետությունը։ Եվ ռուսներն ու թուրքերը համատեղ գտան այդ անձնավորությունը եւ նրանք կարգեցին Հայաստանի ղեկավար։ Խոսքը Նիկոլ Փաշինյանի մասին է, որը չունի բարոյականության, որից է կարմիր գիծ, սահման անգամ պատնեշ։ Չկա մի կետ, որից հետո ինքը չի կարող կատարել պետությանը քանդող վնասող հանձնարարություն։ Չկա այդ կետը այդ մարդու համար։ Եվ անգամ ադրբեջանական արտգործնախարարության կայքից հանգարց դուրս թռավ մի արտահայտություն, որը Նիկոլը արել էր իրենց հետ բանակցելիս, որ ասել էր դուք այնպիսի բաներ եք ինձանից պահանջում, որի համար ինձ կսպանեն։ Ոչ թե ասել էր, որը չի կարելի, վնասում է իմ պետության, իմ հայրենիքի շահերը, այլ ասել է ինձ կսպանեն, այսինքն ինքը պատրաստ է կատարել, բայց վախենում է, որ իրեն սպանեն։ Եվ սա չէր կարող չնկատել արևմուտքը։ Եվ արևմուտքը նկատեց, որ Լենին խաղացող Նիկոլ Փաշինյանը, ով մուրճը ձեռքին իբր ընկել էր հայ բուրժուйների հետևից, հիշում ենք 100 տարի առաջ էլ Լենինն էր ասում, պետք է մուրճով ջարդել բուրժուйների բոլորի գլուխը, խլել, թալանել նրանց ունեցվածքը։ Ամբողջությամբ համապատասխանում է Լենինի վարած այդ հեղափոխական գործնեության process-ին Նիկոլի վարքագիծը։ Բայց ինքը մոռանում է, որ 8 տարի իշխանությունից հետո Լենին խաղալը անիմաստ է։ Դու կարող ես դա խաղալ 18 թվին, որ խեղճ ժողովուրդը ոգևորվեր, բայց դու 8 տարի հետո, երբ որ դու պետք է արդեն Լենինի կարիք չզգացվեր հայ ժողովրդի համար, դու դեռ Լենին ես խաղում, դա չընկալվեց, դա չընդունվեց։ Եվ ասեմ, հայ մանկավարժը տարեց կինը մոտեցավ եւ ասեց. ամոթ է քեզ հավաք պահի։ Այսինքն ցույց տես, որ հայ ժողովուրդը այդ մակարդակի չէ, որով դու ուզում ես խաբել։ Ամոթ է այդ լեքսիկոնը մի օգտագործի, հայ ժողովուրդը եւ բարոյապես եւ արժեքներ տիրապետող ժողովուրդ է։ Մենք նման վայրագ գործողություններ կամ խոսույթ չենք կիրառում։ Ավելին ասեմ, ավելի ծանր հարված էր, երբ որ դպրոցը հասավ 8-ից 10 տարեկան երեխան մոտեցավ, ասեց դու չար շատ վատ մարդ ես, դու բոլորին վիրավորում ես եւ վախեցնում։ Եվ ասեմ դրանից հետո մեղմեց ինքը իր Լենին պապի խաղալու հռետորաբանությունը։ Եվ եթե Լենին պապի ժամանակ այդ բուրժուйները իսկապես թիրախ էին Լենինի համար, մեր օրերում այդ բուրժուйները իրականում իր համար արհեստական սարքված հակառակորդներ էին։ Ինքը 8 տարի այդ բուրժուйներին ոչ մի բան չի արել եւ խոստանում է հիմա անել։ Եվ դա տեսանելի է, որ սարքած, ասենք, բեմականացում է։ Եվ ասեմ, որ արևմուտքը այս ամեն ինչը տեսնելուց հետո, երբ որ տեսավ, որ ինքը պատրաստ է Հայաստանը կործանել ցանկացած գնով, այսինքն պատրաստ է կատարել ռուսների եւ թուրքերի բոլոր պահանջները, որովհետեւ Հայաստանը գտնվում է խաբկում, այսինքն նա շրջափակման մեջ է եւ Նիկոլին կհաջողվի ցանկացած պահանջ անել եւ ոչ մեկ Հայաստանին օգնության չի հասնի, այսինքն դիմադրություն չի լինելու։ Եվ արևմուտքը, Իսրայելը, Ամերիկան եկան օգնության։ Եկան թույլ չտալու, որ Նիկոլը կատարի Պուտինի, Էրդողանի, Ալիևի բոլոր հանձնարարությունները, այլ ընդհակառակը պետք է կատարի հենց իրենց հանձնարարությունները Պուտինի, Ալիևի, Էրդողանի դեմ։ Նիկոլը հայտնվել է այդ վիճակում եւ հարց է այդ Պուտին, Էրդողան, Ալիև երյակը իր ասած իրական արդեն երրագլուխ հրեշը իրեն ինչպես է կուլ տալու երեքը միասին, թե ինչ որ մեկը, որովհետև էլ ինքը չի կարող փախնել արևմուտքի ձեռքից։ Հայաստանը իսկապես դարձել է պահանջված արևմուտքի համար։ Սպասենք ավելի լավ իրողությունների, ուղղակի սիրելի հանրություն, լավ կլինի դու ավելի շուտ ուշքի գաս, քան քեզ ուշքի բերեն օտարները։ Խոհեմ եղեք, մնաք խաղաղություն։